Հարկադիր կամ կամավոր սնանկություն։ Ինչ է սա եւ ինչ օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել։ Կարծում եմ վերջին 3 ամիսների ընթացքում սա ավելին քան հաճախ քննարկվող թեմա է դարձել։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչ ընթացակարգեր է նախատեսում այսօր գործող օրենսդրությունը սնանկության գործընթաց նախաձեռնելու համար եւ որոնք են այն փոփոխությունները, որոնք շուտով կմտնեն ուժի մեջ եւ ամբողջ սնանկության համակարգը կփոփոխեն։ Սակայն ամեն ինչի մասին հերթականությամբ։ Այսօր փորձենք ներկայացնել օրենքի այսօրվա կարգավորումները, թե ինչպես մասնավորապես ֆիզիկական անձը կարող է ճանաչվել սնանկ։ Այս գործընթացը կարող է իրականացվել երկու ճանապարհով՝ կամավոր եւ հարկադիր, սակայն բոլոր իրավիճակներում որոշումը կայացվում է դատարանի կողմից։ Որոնք են տարբերությունները։ Կամավոր սնանկության պարագայում անձը ինքը կարող է դիմել դատարան եւ պահանջել, որպեսզի իրեն ճանաչեն սնանկ։ Սակայն երբ է դա տեղի ունենում։ Երբ վերջինիս պարտքի ընդհանուր արժեքը գերազանցում է իր ունեցած գույքը 2 միլիոն դրամի չափով։ Այսինքն պատկերացնենք իրավիճակ, երբ անձը ունի Ժիգուլի մեքենա, որի արժեքը կազմում է այս պահի դրությամբ մոտավորապես 500,000 դրամ, իսկ իր պարտքը կազմում է 2 միլիոն դրամ, տվյալ իրավիճակում, ինչպես տեսնում եք, վերջինիս գույքը բավարար չէ, որպեսզի մարվի իր պարտքը։ Հետևաբար, անգամ եթե կա գույք, բայց այն բավարար չէ իր պարտքը մարելու համար, անձը կարող է դիմել կամավոր սնանկության համար։ Կամավոր սնանկության պարագայում ևս կարևոր է հիշել, որ այստեղ գույքի ծավալի մեջ չեն կարող ներառվել բոլոր այն տիպի գույքերը, որոնք բռնագանձման ենթակա չեն։ Օրինակ, մենք այդ մասին խոսել էինք դատական ակտերի հարկադիր կատարման մասին նաև էպիզոդում, միակ բնակարանի հետ կապված կարգավորումները։ Մասնավորապես, երբ ձեր միակ բնակարանի արժեքը չի գերազանցում 7 միլիոն 800,000 դրամը, կամ եթե դրանք ձեր առաջին անհրաժեշտության առարկաներն են, ապա այս ամենը չի կարող դիտարկվել բռնագանձման ծավալի մեջ եւ հետեւաբար նաեւ սրանց վրա չի կարող հաշվարկվել ձեր գույքի համար ընդհանուր արժեք, որից կարող են ծածկվել ձեր պարտքի համար գումարները։ Ինչ է տեղի ունենում պարտադիր սնանկության պարագայում։ Այստեղ կան երկու պայմաններ, որոնց պետք է բավարարել միաժամանակ։ Առաջինը՝ պարտքի գումարը պետք է գերազանցի 2 միլիոն դրամը, եւ երկրորդը՝ ուշացումը կետանցը պետք է լինի 90 եւ ավել օր։ Այս պարագայում դիմում է ներկայացվում պարտատիրոջ կողմից, այսինքն այն անձի կողմից, ում դուք պարտք եք։ Հիմա եկեք հասկանանք ինչ նպատակով է ֆիզիկական անձը դիմում սնանկ ճանաչվելու համար։ Առաջինը, եթե վերջինս ցանկանում է ունենալ առողջացման ծրագիր, այն է փուլային տարբերակներ մշակելու միջոցով մարել իր պարտքը։ Կամ եթե ցանկանում է ավարտին հասցնել առանց առողջացման ծրագրի սնանկության գործընթացը եւ ավարտին դնելով իր ունեցած պարտականություններին ձերբազատվել դրանցից։ Ինչ քայլերով է դա տեղի ունենում։ Առաջին քայլը դա դիմում ներկայացնելն է սնանկության դատարան։ Օրինակ, եթե մենք ներգրավենք որպես ձեր փաստաբան տվյալ գործընթացին, մենք կարողանանք ամբողջ գործընթացը ավելի սահուն, ձեր բոլոր իրավունքները պաշտպանված տեսանկյունից ներկայացնել այն։ Այն պարագայում, երբ դիմումը ընդունվում է դատարան, նշանակվում է սնանկության կառավարիչ։ Մի կարևոր վերապահում։ Ֆիզիկական անձը կամավոր սնանկություն նախաձեռնելու պարագայում չի կարող առաջարկել սնանկության կառավարչի թեկնածություն։ Ինչպես է նշանակվում այս պարագայում սնանկության կառավարիչը։ Այն նշանակվում է պարտատիրոջ առաջարկությամբ, կամ եթե նման առաջարկություններ չկան, ապա դատարանը դիմում է Արդարադատության նախարարությանը եւ խնդրում ցուցակից պատահական ընտրանքով ներկայացնել կառավարչի թեկնածություն, որը դատարանը հակասությունների պարագայում կհաստատի։ Կառավարչի նշանակումից հետո տեղի է ունենում գույքի ծավալի պարզում, այնուհետև առաջին ընդհանուր ժողովը։ Ժողովի ժամանակ բոլոր պարտատերերը ներկայանում են եւ քննարկվում է հետագա անելիքները։
կարևոր մի դիտարկում։ Գոյություն ունի նաև առողջացման ծրագիր։ Ինչ է այն ենթադրում։ Առողջացման ծրագիրը ոչ ավել քան 36 ամիսների ընթացքում ձեր պարտքը մարելու համար քայլերի հաջորդականություն եւ ամբողջականություն է։ Սրանք մանրամասն կարող են քննարկել մեր առաջիկա էպիզոդներից մեկի ընթացքում, եթե դա ձեզ իհարկե կհետաքրքրի եւ այդ մասին հարցեր կթողնեք այս տեսանյութի ներքո։ Այստեղ ուզում եմ խոսել մի քանի հետևանքների մասին, որոնք շատ կարևոր է, որպեսզի անձը իմանա նախքան սնանկության գործընթաց նախաձեռնելը, որովհետև կան հետևանքներ, որոնց վրա հասնելու պարագայում կարող է վնասվել ձեր հեղինակությունը կամ օրինակ վարկային պատմությունը։ Այն անձինք, ովքեր անցել են սնանկության գործընթացով, երկար տարիներ դեռևս կարող են լուրջ խնդիրներ ունենալ բանկերից վարկերի ստացման գործընթացում։ Երբ սնանկանում է անհատ ձեռնարկատերը ԱՁ-ն, ապա այն նաև լուծարվում է։ Եվս մեկ կարևոր դիտարկում. սնանկության գործընթացի ընթացքում արգելանք է դրվում նաև ձեր գույքի վրա։ Հետևաբար, այն դուք ինքնուրույն չեք կարող վաճառել կամ գրավադրել։ Դրա համար անհրաժեշտ է դատարանի կառավարչի թույլտվությունը։ Մի կարևոր դիտարկում. Այսօր գործող օրենսդրության համաձայն, եթե սնանկության գործընթացը տևում է 6 ամիսների ընթացքից ավել, ապա դրանից հետո, այսպես ասած, նրա բոլոր պարտքերը ներվում են, բացառությամբ մի քանի կարգավիճակների, ինչպիսիք են ալիմենտները, ուսման վարկերը կամ նմանատիպ այլ մի քանի պարտավորություններ։ Սակայն 2026 թվականի հուլիսի 18-ին ընդունվել է սնանկության մասին ամբողջությամբ նոր կոնցեպտուալ կարգավորումներով օրենսդրություն, որը ըստ Արդարադատության նախարարության հաղորդագրության ուժի մեջ կմտնի 1 տարի հետո։ Եվ այստեղ կարգավորումները ամբողջությամբ տարբերվում են այսօր գործող կարգավորումներից։ Փորձենք հասկանալ, որոնք են այդ տարբերությունները։ Նոր օրենսդրության համաձայն այլևս պարտքի գումարը, այսպես ասած, որ այսօր 2 միլիոն դրամ է, հետագայում դառնալու է 5 միլիոն դրամ։ Այսօր գործող օրենսդրության համաձայն բավարար է, որ դա լինի անվիճելի պարտք։ Ինչ է ինձ ենթադրում անվիճելիությունը։ Դա այն պարտքն է, որը դուք չեք առարկում, որ ունեք։ Դա այն պարտքն է, որը փաստաթղթով ամրագրված է, օրինակ ձեր վարկային պարտքն է, հարկային, գույքահարկի պարտք եւ այլն, սակայն նոր օրենսդրությամբ դա պետք է լինի ոչ միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված, այլ նաև ուղարկված հարկադիր կատարման եւ հարկադիր կատարման ընթացքում պետք է պարզ դառնա, որ ձեր ունեցած գույքի օգտագործման արդյունքում անհնար է մարել այդ պարտքը։ Այնպես որ կարևոր փոփոխություն համար 1։ Երկրորդ փոփոխությունը. այսօր գործող օրենսդրությամբ մենք կարողանում էինք, այսպես ասած, մաքրել պարտքերից եւ չունենալ այլևս այդ առումով բեռ։ Նոր օրենսդրությունը այս առումով ֆիզիկական անձի համար նախատեսում է 5 տարվա ժամկետ, երբ դեռևս այդ պարտքերի բեռը կախված է լինելու տվյալ անձի վրա։ Օրինակ, սնանկությունից հետո 5 տարիների ընթացքում, եթե դուք ձեռք բերեք գույք, ապա այն կոտարվի եւ կմարվեն ձեր պարտքերը։ Եվ վերջում բնականաբար ցավոք սրտի հաճախ նաև հանդիպում ենք իրավիճակների, երբ մարդիկ նախաձեռնում են սնանկության գործընթաց պարզապես փախնելու համար, կուտակած պարտքերից, եւ սա կեղծ կամ կանխամտածված սնանկությունն է։ Այն իրավիճակներում, երբ տվյալ հանգամանքը հաստատվում է, այն դիտարկվում է այլևս որպես հանցագործություն եւ կարող է քրեորեն պատժելի լինել, այնպես որ պաշտպանեք ձեր իրավունքները, եղեք ֆինանսապես գրագետ, դիմեք անհրաժեշտության պարագայում իրավաբանական աջակցություն ստանալու համար եւ իմացեք, յուրաքանչյուր գործընթաց, երբ այն իրականացվում է օրենքի սահմաններում եւ միտված է ձեր իրավունքների պաշտպանությանը, բերում է օգուտներ։ Օրենքի սահմանազանցումը միշտ տանում է պատիժների դաշտ։ Եղեք անվտանգ։ Հաջողություն։